Ողջույն բոլորին, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք իրանագետ Տիգրան Դավությանին, կքննարկենք Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները։ Պարոն Դավության, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արդեն 4 օր է Իրանի դեմ ռազմական գործողություններ են ընթանում, Թեհրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչպես եք մեկնաբանում այս օրերի ռազմական գործողությունները։ Ողջունում եմ ձեզ եւ ձեր հեռուստադիտողներին։ Առայժմ պարզ է, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ուզում են ամեն գնով Իրանի ենթակառուցվածքները ոչնչացնեն։ Դուք լուրերով արդեն նկատել եք, օրինակ Իսրայելը ոստիկանական բաժինները ոչնչացնում է, իրավապահ մարմինների տարբեր կենտրոններ ու նաեւ հատկապես ոստիկանական ու զինվորական ղեկավարներին է ոչնչացնում, որովհետև նրանք նպատակ են դրել, որ կարողանան հասնեն իշխանափոխության։ Մի քիչ այդտեղ տարաձայնություն կա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Իսրայելը ձգտում է իշխանափոխության, բայց Միացյալ Նահանգները ելնելով Իրաքի եւ Լիբիայի փորձից ձգտում է բարեփոխումների։ Այսպես ասած, Միացյալ Նահանգները ավելի կողմ է վենեսուելացումի, այսինքն հենց ներսից իշխանություններ լինեն, որ իրենց հարաբերությունները կարողանան կարգավորեն արևմուտքի հետ։ Բնական է Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ, ինչպես դուք ասացիք, արդեն 4-րդ օրն է, որ խիստ դիմադրում է եւ դեռ կարողանում է իր ռազմական միջոցներով հակահարվածներ հասցնի թե Միացյալ Նահանգներին, թե Իսրայելին եւ թե հարևան այն երկրներում գոյություն ունեցող ամերիկյան բազաներին։ Իսրայելի նախագահը նշել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա հետագայում դա անհնար կլինի, քանի որ Իրանը մի քանի ամսում կարող է միջուկային կարողությունները հասնել բարձր մակարդակի։ Արդյոք Իրանում նման մտադրություն կա։ Դա տարիներ է, որ միշտ ասվում է, որ Իրանը ուզում է, որ միջուկային ռումբ ունենա, բայց մի շարք փորձագետներ, մասնագետներ փաստել են, որ նման ձգտում Իրանը չի ունեցել։ Մենք պետք է նկատի ունենանք, որ այդ քարոզչությունը զենք է մի շարք երկրների ձեռքում, նույն իրենք արեցին Սիրիայի հանդեպ, նույն իրենք արեցին Իրաքի հանդեպ, որ տեսեք արդեն նրանք իրենց ռումբերը պատրաստ են, մենք պետք է հարձակվենք եւ նրանց ոչնչացնենք։ Հարձակվեցին, հետո տեսան տանկում բան չկար։ Հիմա Իրանը ասում է, որ ինքը խաղաղ ատոմի կողմնակից է եւ այդ ուրանները հարստացրել է իր գիտական եւ բժշկական կարիքների համար։ Արևմուտքը դրան չի հավատում եւ ասում է, որ նախ այդ քանակի ուրան եւ այդ աստիճանի հարստացված 60% հարստացված ձեզ պետք չի եւ դուք պետք է դա նոսրացնեք, իսկ ձեր կարիքների համար կարող են ուրիշ երկրները ձեզ տրամադրեն։ Գիտեք, օրինակ շատ երկրներ իրենք ունեն միջուկային տեխնոլոգիա, բայց չունեն հարստացված ուրան։ Հենց մեկը մենք Հայաստանի Հանրապետություն։ Մենք ունենք ատոմակայան, բայց մենք ուրան չենք արտադրում, որպեսզի այդ ատոմակայանի վառելիքը ապահովենք։ Մենք ուրիշ երկրից գնում ենք։ Հիմա իրենք Իրանին ասում են դուք էլ պետք է այդպես անեք, բայց Իրանը չի ընդունում, ասում է չէ, ես հզոր մեծ երկիր եմ եւ ունեմ այդ տեխնոլոգիան, ինչու պետք է հրաժարվեմ։ Իսկ արդյոք այս ամենը Իրանի բռնապետության դեմ չէ։ Քանի որ Թրամփը դեմ է բռնապետությանը։ Հիմա տեսեք, դա հարաբերական հասկացողություն է, որ Թրամփը դեմ է բռնապետության։ Մենք այսքանի ամիս, եթե ուսումնասիրենք, Թրամփը քանի անգամ իր խոսքը փոխել է։ Գիտեք, մի անգլերեն հայտնի դարձվածք էլ կա ռեժիմ change, օրինակ հենց երեք
իրենց պաշտպանության նախարարը, իրենց արտաքին գործերի նախարարը, որտեղ կոնգրեսում հրավիրել էին բացատրություն էին պահանջում, ասացին, որ մեր օրակարգի վրա Իրանի ռեժիմ չկա, դա Իրանի քաղաքացիների խնդիրն է։ Իսկ հիմա ես մի օրինակ ասեմ, Սաուդական Արաբիան Միացյալ Նահանգների լավագույն բարեկամներից է, միլիարդներ դոլար առևտուր ունեն, բայց Սաուդական Արաբիան միաժամանակ աշխարհի ամենաբռնապետ երկրներից է։ Սաուդական Արաբիան իր ընդդիմախոսին, Ղաշողջին, Թուրքիայում, Սաուդական դեսպանության շենքում սղոցով կտոր արեց եւ կիսլարոդի մեջ հալածրեց։ Այսինքն նման բռնապետական երկիր է եւ Միացյալ Նահանգների լավագույն դաշնակիցն է։ Այնպես որ դա հարաբերական հասկացություն է, որ դուք բռնապետ եք, մենք դրա համար ձեր դեմ պայքարում ենք։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների համար 4-5 շաբաթ է նախատեսում, երեք նաև հավելեց, որ ունեն կարողություններ շարունակել ավելի երկար, ինչ եք կարծում, պատերազմը երկար կտևի, թե ոչ։ Տեսեք, բոլոր ռազմական փորձագետներ իմ աշխարհում ասում են, որ դու երկնքից, դու միայն որևէ երկրի ռմբակոծելով չես կարող իշխանության փոփոխության հասնես։ Չես կարող այդ իշխանություններին ծունգի բերես։ Անպայման դու ցամաքային զորքեր պետք ունես, դու անպայման պետք է մտնես այդ երկիր, բայց Միացյալ Նահանգները մինչև հիմա նման ցանկություն չի ունեցել, որ ինքը զինվորական իջեցնի Իրանում։ Հետո Թրամփը ինչ խոստումով պրեզիդենտ դարձավ, ասաց ես աշխարհի շատ անկյուններից իմ զինվորներին հետ կկանչեմ տուն։ Ամերիկացի զինվորը ինչու պետք է զոհվի Աֆղանստանում, ամերիկացի զինվորը ինչու պետք է տարբեր տեղերում զոհվի, ես դեմ կլինեմ։ Եվ դրա այդ խոստումով ինքը եկել է, եւ բայց հիմա արդեն մի տեղ է ինքը կանգնած, որ հակասության մեջ է, արդեն ասվել է, որ կարծում եմ 6 ամերիկացի զինվոր է զոհվել եւ գնալով Միացյալ Նահանգների կոնգրեսում բողոքներ է բարձրանում։ Այսօր ես լսեցի, որ կոնգրեսմենների 1/3-ը դեմ է արտահայտվել Սպիտակ տան այս քայլերին։ Նաև ԱՄՆ-ից հնչում են շատ ավելի հզոր հարվածներ հասցնելու սպառնալիքներ, կարծում եք կգնան այդ քայլին, թե ոչ։ Այո, ես արդեն ասացի, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, եթե հիշեք, թե Թրամփը, թե Նաթանյահուն եւ թե Իրանի ընդդիմության ղեկավարներից մեկը գահանկեց արքայի որդին, երեքն էլ հայտարարեցին, որ սիրելի քաղաքացիներ, դեռ ձեր տներից դուրս մի եկեք, միջև մենք ամբողջությամբ Իրանի պետական հիմնարկները սանրենք, հետո դուք արդեն դուրս կգաք ցույցի։ Հիմա իրենց ծրագիրն էլ է։ Մենք տեսնում ենք, որ օրինակի համար իսրայելա-ամերիկյան միասնական ուժերը ինչ են ռմբակոծում։ Հիմնականում ռմբակոծում են ռազմական, ոստիկանական, պետական կենտրոնները եւ նշանավոր ղեկավարներին են ոչնչացնում, այն հույսով, որ այդ պատժիչ կենտրոնները, դե բնական է ասենք, ենթադրենք, եթե Խաշմերուկում մեծ ցույց է, ոստիկան որտես պետք է գա հալածի իրենց ցրի եւ այլն, ոստիկանական բաժնից էլ, չէ՞։ Դրա համար իրանք ոստիկանական բաժինները լրիվ ռմբակոծում ոչնչացնում են։ Դրա համար ասելա քանի շաբաթ ամփերեք, մտածում են այդ ամենը ոչնչացնեն, հետո նոր քաղաքացիներին ասեն դուրս եկեք, այլևս իշխանությունը վերցրեք։ Իրենց ծրագիրը է, բայց արդյոք կհաջողեն թե չէ, մենք չգիտենք։ Հենց առաջին օրը սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց սպանությունը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Իրանի ներքաղաքական կյանքի եւ պետական համակարգի վրա։ Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա։ Տեսեք, Իսլամական Հանրապետությունը կրոնական գաղափարախոսության վրա հիմնված մի պետություն է։ Հենց պարոն Խամենեին, որ զոհվեց, անգամներ ինքը ասել էր, ես զոհվեմ, էլ խնդիր չի, իմ տեղ ուրիշ մեկերը
գգան եւ հենց այդպես էլ լինում է։ Մի ուրիշ բան էլ ձեզ ասեմ, երբ որ մենք իսլամական պետության 47 տարվա պատմությունը մենք նայում ենք, երկրորդ նախագահին ժամանակին ռումբ դրեցին, սպանեցին, երրորդ վարչապետին սպանեցին, երրորդ նախագահին սպանեցին, պարոն Խամենեին ինքը ժամանակին պրեզիդենտ էր, ռումբ դրեցին իր գրասենյակում, բայց այն ժամանակ չմեռավ, աջ թևը կտրվեց։ Այնպես որ Իրանի համար այս ահաբեկչական գործողությունները սովորական են, որը զոհվում է, մյուսին բերում են, իրենց համար դա էական փոփոխություն չի բերում։ Ինչ է կարծում Իրանում հնարավոր է այս պատերազմից հետո իշխանության փոփոխություն, թե հակառակ այնտեղ իշխանությունն ավելի համախմբված կդառնա։ Փոփոխություն կլինի, տեսեք, մի քիչ առաջ ակնարկեցի, Միացյալ Նահանգները ուզում է, որ խաղաղ սերնդափոխություն լինի եւ գան իշխանավորներ, որոնք ավելի չափավոր կլինեն եւ իրենց հարաբերությունները կկարգավորեն աշխարհի երկրների հետ, նաեւ դեմքերի անուններ ա տրվում, որ եթե դրանք գան, որոշ փոփոխություններ կանեն։ Իսրայելը չի վստահում, Իսրայելը ուզում է անպայման Իրանի Իսլամական Հանրապետության ծունգի բերի, անգամ դեմ է, որ նման մեծ երկիր Իրանը 50 անգամ Հայաստանից մեծ է, 1,650,000 քառակուսի կիլոմետր է։ Իսրայելը ձգտում է նաև, որ ուրեմն Իրանում լինեն տարածքային պետություններ, ինչպես հիմա օրինակ արդեն այնքան ինքը օգնում է, որ քյուրդերը ավելի հզորանան եւ ինքնավարություն ձեռք բերեն։ Մյուս կողմից էլ թուրքախոսները Ատրպատական նահանգում են ուզում ինքնավարություն, մյուս կողմից հարավում արաբներն են ինքնավարություն ուզում, բալուչներն են ինքնավարություն ուզում։ Դրա համար մի քիչ հակասություն գոյություն ունի եւ անձամբ իմ կարծիքով ես կուզեի, որ Իրանում բարեփոխություններ լինեն, ավելի չափավոր մեկերը գան իշխանության, դա նաեւ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Կա արդյոք հավանականություն, որ զարգացումների արդյունքում Իրանը որպես պետություն կկանգնի տարածաշրջանային կորուստների կամ պետական ամբողջականությունը կորցնելու վտանգի առջև։ Այո, տեսեք, ասացի, եթե ներսից, օրինակի համար հիմա անուններ տանք, որոշներ ասում են լավ կլինի, որ շրջանավար պրեզիդենտներից պարոն Ռոհանին ավելի կարողանա ազդեցություն ունենա, կամ խոսվում է անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Լարիջանի մասին, մտածելով, որ ինքը կարող է հարաբերությունները կարգավորի աշխարհի բոլոր երկրների հետ։ Հետո դե արդեն դուք լսել եք էլ պարոն Զարիֆը, որ արտաքին գործերի նախարար էր, քանի անգամ Հայաստան էլ այցելել է։ Եվ խոսում է նաև հենց ներկա նախագահի մասին, պարոն Փեզեշկյանի, որ ինքն էլ հայտնի է որպես ավելի բարեփոխական, որ Փեզեշկյան քանի անգամ ասել էր, որ ես պատրաստ եմ Միացյալ Նահանգների հետ բանակցեմ եւ լեզու գտնեմ։ Իսկ որոշ երկրներ, ինչպես ասացի, կողմ են, որ դրսի ընդդիմություն է, եւ դրսի ընդդիմության մի մասը զինված են քուրդերը, որ հիմա հիմնականում Իրաքում են եւ Թուրքիայում, եւ այս քանի օր անընդհատ թափանցում են դեպի Իրան։ Դուք եթե երեք ուշադիր լինեիք Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ասաց, որ ժամանակավոր կերպով Իրանի սահմանային կետերից երկուսում իրենք ուրեմն ինտերնետային համակարգի խնդիր են ունեցել անձնագրերի ստուգման եւ ասաց այդ երկուսից մեկը հենց Հայաստանի սահմանն էր, ինչու որտեւ հիմա այն ընդդիմությունը, որ տարագրված են տարբեր երկրներում, հիմա ամեն ձևով աշխատում են, որ վերադառնան երկիր, իհարկե դա իրենց իրավունքն է, քանի որ այդ երկրի քաղաքացիներ են, բայց վտանգավոր են զինված խմբակցությունները, մեկը քյուրդերն են, մեկը մուջահեդներն են, որտեղ Իրանը մի հատ էլ կազմակերպություն ունի մուջահեդներ, որոնք զինված են եւ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Իրաքի օգնությամբ անգամ
ներս մտան դեպի Պարսկաստան եւ քանի քաղաք քանի օրով ազատագրել էին, բայց հետո իսլամի զորքերը նորից դրանց հետ մղեցին։ Դե երրորդ ուժն էլ արդեն գիտեք, դա գահանկեց արքայի որդին է, իհարկե ինքը խաղաղասեր լոզունգներով է գալիս, ասում է ես անցումային կառավարություն կսարքեմ եւ այլն։ Մասամբ ունի արևմուտքի հովանավորությունը։ Եվ վերջապես այս ամենը ինչպես կալադառնա մեր տարածաշրջանի վրա եւ մասնավորապես Հայաստանի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Այո, լավ հարց եք տալիս, որտեղ Հայաստանի հանրային կարծիքը հատկապես այդ հարցերի վրա շատ զգայուն է։ Ուրեմն պետք է Իրանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պահպանվի։ Եթե թուլանա, Ադրբեջանը գլուխ կբարձրացնի եւ մեզ համար էլ խնդիրներ կլինի։ Մենք պետք է նկատի ունենանք, որ եթե Իրանում իշխանապողություն լինի, Իսրայելի լծակները Իրանում կշատանան։ Իրանում իշխանապողություն, այսինքն Իսրայելի հզորացում տարածաշրջանում։ Իսրայելն էլ Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։ Մենք այդտեղ խնդիրներ կունենանք։ Դրա համար Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որ Իրանի տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանությունը պահպանվի, բայց սահուն սերնդափոխություն եւ բարեփոխում լինի։ Մի ուրիշ հարց էլ, որ Հայաստանում շատ զգայուն են, գաղթականների հոսքի խնդիրն է։ Իմ կարծիքով մեծ հոսք չի լինի։ Ինչու որտեվ հիմա դուք նկատել եք Իսրայելը եւ Ամերիկան հիմնականում նպատակային, թիրախային հարվածներ են հասցնում։ Այսինքն օրինակ ռադիոհեռուստատեսության շենքն են ոչնչացնում, ռազմական բազան են ոչնչացնում, բայց քաղաքացիական այդպես կենտրոնների չեն հարվածում, թեկուզ 2-3 դեպք մենք ունեցել ենք։ Մեկ Մինապ քաղաքի օրիորդաց դպրոցը, որ 167 աղջիկ դպրոցական զոհվեց, եւ Թեհրանում էլ մի մեծ հիվանդանոց Գանդի, դա էլ տուժեց։ Դրա համար գաղթականներ մենք կունենանք իհարկե, բայց քիչ չափով արդեն երևում է, որ դուք գիտեք էլ քանի օր է, որ Իրանի օդանավակայանները չեն աշխատում։ Ուրեմն եթե իրանցին ուզում է, որ ինքնաթիռից օգտվի, գալիս է հարևան երկրներ։ Եվ լավագույն երկրներից մեկն էլ մենք ենք։ Ցամաքով գալիս են Երևան, հետո վերցնում են իրենց թռիչքը, գնում են դեպի իրենց երկիր, որ ուզում են։ Հակառակը մեծ թվով իրանցի ընտանիքներ դրսում են, ուզում են միանան իրենց ընտանիքին, բայց թռիչք չկա դեպի Իրան։ Գալիս են Հայաստան, Հայաստանից մեղրիով մտնում են Իրան։ Այդ չափով մենք այդպես երթուդարձ կունենանք, բայց գաղթականների մեծ հոսք ես չեմ պատկերացնում, միթե քաղաքացիական պատերազմ լինի, որ ասացի, որ դեպքում քաղաքացիական պատերազմ կլինի, այն դեպքում, որ զինված ընդդիմությունը թափանցի երկիր։ Շնորհակալություն պարոն Դավթյան զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ հետ հրադարձ զրույցներ մեր հյուրներ Տիգրան Դավթյանը։